Արարատի մարզկենտրոնից 26 կիլոմետր հեռավորության վրա Մասիսի տարածաշրջանի Սիս համայնքն է։ 535 տնտեսություն ունեցող այս համայնքի մասնագիտացման հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ 1988-ից 1989 թվականներին հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման արդյունքում գյուղը բնակեցվեց շուրջ 2890 գաղթյալներով։ Այս իրողությունը իր ազդեցությունն ունեցավ հատկապես գյուղում գործող դպրոցի վրա, առաջացնելով լեզվի ուսուցման հետ կապված լուրջ խնդիրներ։ Հենց առաջ տարիներից դպրոցի առջև մեծ խնդիր էր դրված, այնպես անել, որ ուսուցումը աստիճանաբար տարվի հայոց լեզվով, մայրենին լեզվով, որովհետև բնականաբար Բաքվից եկածների մեծ մասը ունեինք զուգահեռ դասարաններ, եւ հայկական, եւ ռուսական, եւ կամաց մենք պետք է ուսուցումը դասարանները դնեինք հայերենի վրա եւ ստացվեց դա մեզ մոտ։ Այդ գործում իրավանդն ունեցավ Աննա Բեգունցը։ Ծնունդով Մասիսի շրջանից եռանդուն եւ աշխատանքային մեծ ջիղ ունեցող այս կինը ճակատագրի բերումով տեղափոխվեց Սիս համայնք եւ ամբողջ էությամբ նվիրվեց գյուղի հոգսերին։ Այս տարիների ընթացքում որ հետ եմ նայում, տիտանական աշխատանք են կարել դպրոցում։ Ես բանասերի կրթություն ունեմ, լեզվի գրականության ու եկեղեցու պատմության ուսուցիչ եմ։ Նաև դպրոցում դասյակության գծով փոխտնօրեն եմ։ Շատ աշխատանք են կարել։ Տիկին Ռիման է 1988-ից 1989 թվականների դեպքերի հետևանքով Ադրբեջանի Բաքու քաղաքից ընտանիքով գաղթեցին Հայաստան եւ բնակություն հաստատեցին Սիս համայնքում։ В Баку я работала на телевидении, в Азербайджанском радиотелевизионном центре. 8 лет я работала старшим инженером на передвижной телевизионной станции. Но жизнь так сложилась, что мы переехали сюда, и отсюда дальше продолжать эту работу не было возможности. Я поступила здесь на почту, почтальоном, а потом уже начальником отделения связи. И вот с 98 года я здесь работаю начальником. Տարբեր մասնագիտությունների տեր երկու այս կանանց միավորում է մեկ ընդհանուր բան։ Նրանք երկուսն էլ Սիս համայնքի ավականու անդամներ են։ Աննան արդեն 4 տարի է ինչ ավականու անդամ է, իսկ Տիկին Ռիման ավականու դերում գործունեություն է ծավալում ավելի քան 16 տարի։ Երկու կինավականու անդամ ունենք։ Մի քիչ դժվար, ավելի դժվար է աշխատել կինավականու անդամների հետ, բայց եւ արդյունավետ է աշխատանքը։ Ավելի, ասինքն դժվար է նրանով, որ մի քիչ ավելի պահաշկոտ են լինում, ավելի շատ բան են պահանջում, ավելի սրտացավ են լինում։ 2010 թվականին մեր գործող գյուղապետը տեխնացությունը երբ որ պիտի դներ, ինքն առաջարկեց, որ ես իր թիմում աշխատեմ։ Ես էլ ասացի լավ։ Եվ նույնը ես ուզում եմ, ես անում եմ, հիմա նաև պատիվ է, երբ ուզում են, որ դու իրենց կողքին լինես, դա ավելի պատասխանատու է, ես աշխատում եմ ինչով հնարավոր է, որքանով որ կարող եմ, օգտակար լինեմ իմ գյուղին, իմ գյուղում ապրող մարդկանց։ С самого начала у нас председатель сельсовета была женщина, Эльвира Ашотовна. Лично я ей очень довольна, с ней было легко работать. Мы вместе обсуждали все вопросы, и годы были очень тяжелые, и мы чего-то тоже делали для деревни, чего-то добивались. Կանայք հավաստիացնում են, որ թե ընտրությունների եւ թե արդեն գործունեություն ծավալելու ժամանակ որևիցե խոչընդոտի չեն հանդիպել։ Хочу сказать, что женщина в политике – это, конечно, явление редкое, но, наверное, не случайное, потому что, говорят, важнее место в политической кухне женщине. Но каждый все-таки выбирает дело по душе в жизни. Сейчас положение изменилось. Женщины завоевывают одну позицию за другой в бизнесе, науке и других сферах. Во всех странах женщины самоуправления более эффективны. Они энергичны, уверены, целеустремленны, внедряют спонсоров в работу. 2011 թվականին կանայք մասնակցել են Լիտվայում անցկացվող կինը քաղաքականության մեջ խորագրող վերապատրաստման դասընթացներին, որոնք կազմակերպվել էին Լիտվայի արտաքին գործերի նախարարության կողմից։ Համեմատվել մյուսներին կանայք նույնիսկ չեն էլ փորձում, սակայն ուրախությամբ նշում են, որ այդ ընթացքում քաղած դասերը տվել են ցանկալի արդյունք։ У нас не всегда получается, у нас
экономическая база, уровень невысокий такой, поэтому не всегда получается. Но вот после Литвы, например, мы с Анной хотели организовать вот это чистоту в селе, да. Анна сделала один раз, а потом как-то снова это все нужно, да, все нужно сделать как в цивилизованных странах, да, поставить ящики, урны и все такое, да. Գյուղում արկա խնդիրները մշտապես գտնվում են կանանց ուշադրության կենտրոնում։ Փոքրինչ նեղսրտում են, որ ծառացած որոշ խնդիրներ լայնամասշտաբ են, միջոցներն էլ սուղ։ У нас в деревне проблем очень много, очень. У нас нет газа, у нас нет освещения наполовину деревни, у нас дороги очень плохие, автобус работает через каждые 2 часа. Никакой другой автобус вообще не хочет в наше село заходить, даже такси уже не хочет заезжать. Կանայք պատմում են, որ գյուղապետի հետ թեժ քննարկումներ հաճախ են լինում։ Նրանց կողմից հնչող առաջարկներն էլ բազմաթիվ են։ Но я хочу, чтобы в селе поставили мусорные ящики, чтобы вот не бросали. Я хочу, чтобы каждый около своего дома почистил свою дорогу, чтобы это все было аккуратно, чтобы это было, ну, не знаю, чисто было. Но есть у нас, конечно, есть кое-что у нас есть. У нас есть детсад неплохой, который не во всех селах есть. У нас школа в неплохом состоянии. Медпункт у нас хороший. У нас дом культуры построили. Сельсовет тоже у нас новый, хороший. Մեր գյուղապետը լավն է, մեր նախաձեռնություններին ճանապարհ է տալիս, ինչով հնարավոր է աջակցում է։ У нас электричка, которая связывает нас с городом. Но вот у нас от электрички спуститься вот в село уже, да, попасть, там у нас тропинка очень нехорошая. Я вот все воюю с председателем, чтобы он уже, я который раз ему говорю, уже, наверное, я ему надоела, но в этот раз, кажется, он дал мне слово, что весной обязательно это сделает. Я хочу, чтобы сделали тропинку, чтобы люди сходили с поезда, и они сухие, чтобы они не по грязи шли домой. Երեխաներին տակ ծնունդ մատակարարելու հարցը բարձրացրեցինք դպրոցից։ Ավականու նիստին ներկայացրեցինք ու գյուղապետը աջակցեց, որովհետև ընդհանրապես ոչինչ չունեինք։ Մի անգամից ունեցանք շատ լավ խոհանոց, ամեն անհրաժեշտ պարագաներով, գյուղապետը մեր գյուղի բյուջեից գումար հատկացրեց։ Մեր աշխատանքը ընդհանուր իր դրական արդյունքները ավելի շատ է տալիս։ Գինավականների լինելը, ասենք որպես ավականու անդամ ավելի դրական ու ավելի ես դրական եմ գնահատում։ Կանանց նախաձեռնության բազմաթիվ ծրագրեր արդեն իսկ իրականացվել են։ Շատ չլուծված խնդիրները լուծում են ստացել։ Որ մի բան անում ես, դու քո ձեռքով ես անում, հա, սիրտդ ավելի տաք է լինում այդ գործի վրա, ուզում ես պաշտպանես, փայես, հա, հասցնես մինչև վերջ։ Ծառատունկը անհամբերությամբ սպասում եմ, գարնանը քանի սանտիմետր են այդ ծառերը բարձրանալու, ինչ ինտենսիվությամբ են աճելու։ Կանանց նվիրական աշխատանքը անվրեպ չի մնում նրանց գործընկերների աչքերից եւս։ Որպես գինավականու անդամ նրանք ավելի լուրջ են մոտենում ամեն մի հարցին, ավելի նուրբ, ավելի հետաքրքրվում։ Օրինակ Աննան ինչ էլ ուզում է լինի, պետք է տառատար կարդա ու հետո նոր դրա տակ ստորագրի։ Ավելի լավ շատ կանայք աշխատեն դες մեր մնակավայրում գյուղում ավականու անդամներից։ Իրանց խոսքը ավելի ջերմ է, իրանք որ ինչ-որ բան են առաջարկում, մենք էլ ենք քննարկում ենք, տալիս ենք մի համոզմունք, որ կարելի է այս բանը արած լավ մեր գյուղացիների համար։ Բնակիչներն էլ իրանցից ավելի շատ են պահանջում։ Դե տղամարդիկ մի քիչ մեկ աշկ են փակում, մեկ անցնում մեսիաներյան, բայց կնանիկ ավելի ուշադիր։ 13 տարի ես աշխատում եմ գյուղապետարանում եւ Ռիման եւ Մաննան երևի դրա մեծ մասը եղել են ավականու անդամներ ու միշտ էլ դրանց աշխատանքը իմ կողմից։ Մենակ իմ կողմից, ինչու իմ կողմից, բոլորի կողմից է երևի թվում է գյուղապետարանի կողմից, ժողովրդի կողմից, որպես դրական է գնահատվել, որովհետեւ այդ մարդիկը որ մի բան ասում են, սկզբից մտածում են, հետո են ասում, առանց մտածել բան չեն ասում, հետո էլ դուրս է գալի, որ այդ մարդիկ ճիշտ են խոսում։ Որպես ավականու անդամներ նրանք գերազանց տիրապետում են իրենց աշխատանքին, գյուղին, ոնց ասեմ, շատ լավ են վերաբերվում։ Երկուսն էլ շատ բարեկիրթ, բարեհամբույր մարդիկ են։ Առանձնահատուկ Աննան շատ ակտիվ գործիչ է։
յուրաքանչյուր հարցով մենք դիմում ենք իրեն։ Ու անպայման չի անտեսում մեր ասած խնդրանքը, բարձրացնում է ավականու նիստերին, ամեն ինչ թափանցիկ է ու բարձ։ Շատ կարևոր է, որ խանգարող, արգելակող ոչինչ չկա։ Եթե գյուղացիները հարց են բարձրացնում, ուրեմն մենք ասենք մի ընտանիքի նման մեր գյուղապետ պարոն Եղյանի հետ։ Այս կանանց համար կյանքի ակտիվ կենսակերպը բավականին մեծ նշանակություն ունի։ Если женщина захочет, она успевает и дома, и на работе, и зайти в сельсовет, что-то и с людьми поговорить. Ну, с людьми я, в принципе, здесь целый день не общаюсь, да. Ко мне заходят, мы общаемся, люди. Да, я не представляю женщин дома сидеть, это, не знаю, я не понимаю, которые дома сидят. Եթե ես ինչ-որ հետաքրքիր գործերի մեջ չեմ, թթվածինը ինչ չի հերիքում։ Ես պետք է ինչ-որ գործով զբաղված լինեմ, ու ավելի շատ ստեղծագործ աշխատանքով պետք է զբաղված լինեմ։ Բազմաբնույթ գործունեության մեջ թե Տիկին Ռիման եւ թե Աննան կարևորում են հատկապես ընտանիքի դերը եւ աջակցությունը ընտանիքի անդամների կողմից։ У меня 3 детей, старшая дочка у меня замужем в России, средняя дочка у меня работает в воинской части начальником компьютерного отдела, сын у меня отслужил, отучился, но пока не работает, нету подходящей для него работы. Муж в России работает, а я вот здесь. Это вся моя семья. Իմ ընտանիքում արդեն այդ տեմպին սովորել են, բոլորը ինձ աջակցում են։ Ամուսինս ամեն հարցով աջակցում է։ Հիմա էլ երեխաներս էլ մեծացել։ Գործը վստահում են այն մարդուն, ով իր այդ գործից հասկանում է։ Եթե անային վստահել են այդ գործը, ուրեմն ինքը այդ գործը հասկանում է, հասկանալով է։ Ես ոչ մի անգամ իրան չեմ ասի, արգելք չեմ հանդիսանում, ոչ մի դեպքում։ Չնայած որ շատ զբաղված է եւ ավականու անդամ է եւ դպրոցում փոխտնօրեն է եւ Մասիսում էլ է լինում շատ ժամանակ, բայց իրականում նա այդ ամեն ինչի հետ հասցնում է լինել շատ լավ մայր, շատ ժամանակ խիստ է լինում, որ մարդ դառնանք, սենց ասած, որ կարողանանք մեր ուղին ճիշտ գտնել եւ լավ սովորել։ Ես ուզում եմ ինչ-որ բանով օգտակար լինել, ինչ-որ գործ անել, որտեղ ես հասկանում եմ, հիմա օրվա հրամայականը դա է։ Յուրաքանչյուրս մեր մասով, մեր երկրի համար ինչ-որ բան պիտի անենք։ Այնպես չի, որ ես չգիտեմ, ես լավ ուսուցիչներ եմ ունեցել, լավ դասախոսներ եմ ունեցել, լավ աշխատանքային ընկերներ եմ ունեցել ավակ, որոնք ինձ սովորեցրել են միշտ։ Իսկ ես ամբողջ կյանքում ուզում եմ սովորել։ Որտեւ ինչքան սովորում ես, այնքան հասկանում ես, դեռ այնքան բան չգիտես։ Женщины, они более целеустремленные. Они доходят до своей цели. Мужчины, они как-то немного топчутся на месте. У них другое, у них не знаю, наверное, вот это вот их бумаги, их отчеты, вот это для них, наверное, главное. А женщины, я думаю, у них вот цели, они вот что-то хотят добиться, они вот за это цепляются и добиваются. Ну, наверное, женщина по натуре, да, такая, поэтому это все так вот. По-хозяйски она вот, как в семье, да, чего ты хочешь добиться и добиваешься. Իսկ որոնք են այս կանանց հաջողության բանալիները։ Человек должен быть честным, правдивым и прямым. Ցանկացած հարցում ես աշխատում եմ ազնիվ լինել, նախ ինքս իմ նկատմամբ, հետո իմ գործի նկատմամբ։ Հետո շատ կարևոր է ունենալ առողջ ընտանիք, որտեղ կա սեր, փոխադարձ հարգանք, կարգապահություն։ Եթե նման բաներ չլինեն, ես չեմ պատկերացնում, ով կկարողանա համատեղել եւ աշխատանքը, եւ տունը, եւ հասարակական աշխատանքը, իմ ընտանիքի անդամները ինձ աջակցում են։ Սիս համայնքում կանանց ակտիվ ներգրավվածությունը համայնքի հասարակական քաղաքական կյանքում ավելի քան պարզ եւ նկատելի է։ Աննա Բեգունցի եւ Տիկին Ռիմայի շնորհիվ համայնքում կոտրվել են բոլոր կարծրատիպերը կապված կանանց ակտիվ հասարակական գործունեության հետ։
Ոստան համայնքն է։ Արարատի մարզկենտրոն Արտաշատից ընդամենը կես կիլոմետր հյուսիս-արևելքում է գտնվում։ Հեռավորությունն էլ քաղաքից մոտավորապես 5 կիլոմետր է։ 796 տնտեսությունից բաղկացած գյուղում հիմնականում զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։ Ոստանի հայտնի երկաթգիծն է։ Երկաթգծից այս կողմ Արտաշատի Մղչյան փողոցն է, իսկ այն կողմում Ոստանի Սևակի փողոցը։ Այս երկու փողոցները տարիներ շարունակ Ոստան-Արտաշատ ճանապարհահատվածի բացման շուրջ ծավալվող խոսակցությունների էպիկենտրոնում են գտնվել։ 2009 թվականից ասիական ծրագրով ասֆալտապատվեց Ոստան-Քաղցրաշեն ճանապարհը, որը պետք է ծառայի որպես միջհամայնքային ճանապարհ։ Այդ ժամանակահատվածում ընթացքում եղավ նաև երկաթգծի թույլտվությունը, երկաթգծի վարչության թույլտվությունը ճանապարհը բացելու համար։ Տեղադրվեցին բոլոր նշանները, տեղադրվեց նաև այդ ուղեկալի տնակը, ամեն ինչ արվեց եւ ասֆալտապատվեց 200 գծամետր նաև Արտաշատի տարածքից, որպեսզի այդ ճանապարհը բացվի եւ կարողանանք հեշտությամբ օգտվել այդ ճանապարհից։ Սակայն մինչև օրս այս ճանապարհը չի բացվում, թե ինչ պատճառով չգիտենք։ Շողիկ Ալոյանը Ոստանի ավականու 4 կին անդամներից մեկն է։ Ոստան-Արտաշատ ճանապարհահատվածի բացման վերաբերյալ Տիկին Շողիկի նախաձեռնությամբ կին ավականու անդամները ծրագիր են կազմել եւ պատրաստվում են այն ներկայացնել մարզային իշխանություններին։ Սակայն այս ծրագիրը Շողիկ Ալոյանի միակ նախաձեռնությունը չէ։ 2002 թվականից մինչև 2012 թվականը որպես կին ավականի եղել է մենակ։ 2012 թվականին Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի եւ ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից կազմակերպված սեմինարներից ելնելով եկա գյուղ եւ որոշեցի ակտիվ կանանց նույնպես ներգրավել այդ աշխատանքին եւ 3 կին ցանկություն հայտնեցին մասնակցել ընտրություններին, տեխնացիաները դրեցին, մասնակցեցին սեմինարներին եւ փառքաստում ժողովրդի կողմից կարողացան այդ վստահությունը ձեռք բերել եւ ընտրվեցին։ Անկեղծ ասած, երբ ինքն առաջադրում եղավ, կասկածամտություն բնականաբար կար, արդյոք ընտրվեմ թե ոչ, սակայն կար մի մեծ թիմ, որ ինձ հետ աշխատում էր, եւ քանի որ ստանում է ընտանիքի անդամների աջակցությունը, արդեն ինքնավստահությունը տեսակ ավելի ավելացել էր։ Ինձ հետաքրքրում է համայնքի հետ աշխատել, իր ցավերը, հոգսերը, սիրով լսում եմ իրենց խնդիրները եւ հաճախակի այստեղ նիստերի ժամանակ վեր ենք անում այդ հոգսերը։ Հաճելի է աշխատել ժողովրդի հետ, ես սիրում եմ աշխատել ժողովրդի հետ։ Բնականաբար 4-ի խոսքը ավելի տեղ կգրավի, քան 1-ի խոսքը, չնայած դեպքեր չեն եղել, որ ասենք, եթե ես ինչ-որ մի հարց առաջարկեմ, որպես կին, ասենք, առաջարկությունը չանցնի, ինչ-որ չափով օգնել է, ասենք, եւ ավականու անդամներին եւ գյուղապետին այդ աշխատանքները կարգավորելու համար։ Ոստանի համայնքապետ Հակոբ Խաչատրյանը առանց կին անդամների ավականու գործունեությունը չի պատկերացնում։ Համայնքապետը որպես կանանց առաջին բնորոշում առանձնացրեց գրագիտությունը, այնուհետև շարունակեց։ Բավականին ակտիվ են։ Խելացի առաջարկություններ են անում, շատ օգտակար են համայնքի համար։ Ավականու նիստերի ժամանակ նշում է համայնքապետը, կանանց խոսքը միանշանակ ընդունվում է։ Ավելի շատ է անցնում, ավելի շատ ենք իրանց խոսքը լսում, ընդունում։ Երբեմն լինում է կանանց կողմից շատ խելացի միտք, ծագում է խելացի միտք, առաջարկություններ եւ այնպես չի որ միայն տղամարդը պետք է որոշիչ դեր ունենա։ Եվ տղամարդ եւ կին ավականիներ համատեղ ենք աշխատում եւ մեր գյուղապետը շատ լավ անձնավորություն է, շատ մարդհասեր, գյուղին նվիրված, այնպես որ ինչ հարց որ բարձրացնում ենք, ինքը սիրով ընդառաջում է, եթե իհարկե հնարավորություն է լինում։ Ճանապարհների խճապատման հետ կապված կամ որևիցե միտեղ ինչ թերություն, ինչ աշխատանք եղել է, միշտ իրենք նշել են կամ իրենց են ասել, ավականին մեզ է ներկայացրել, մենք անմիջապես այդ աշխատանքները կատարել ենք, այս թերությունները վերացրել ենք։ Մենք կազմակերպել ենք աղբահանություն, որը եւ բնակիչներն են գոհ եւ մենք ենք գոհ իրենց վճարումներից։ Միշտ եղել է աղբահանության հարցը, շատ լավ վիճակում է, բայց հիմա արդեն մեքենա են տրամադրել եւ շատ լավ այդ գործընթացը կատարվում է գյուղում։ Հասկանալով աշխատանքի բնույթն ու կրելով վերջինիս նկատմամբ պատասխանատվություն, կանայք համայնքի բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում։
Ոգևորվածությունը ինչքան էլ մեծ լիներ, սակայն պատասխանատվություն ես կրում են բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր քեզ ձայն են տվել, եւ դրանից հետո սկսեցի բնակիչների հետ կապը ամրապնդել, ինձ հետաքրքիր էր իրենց կարծիքները եւ սկսած հարևաններից, ում որտեղ պատահում էր, հետաքրքիր էր իրենց համայնքի հիմնախնդիրների հետ կապված, որոնք են առաջնային համարում, եւ այդպես հարցումներ էի անցկացնում ու փորձում էի առաջ քաշել։ Բնակիչները հաճախակի են դիմում, ասենք իրենց ուզող հարցերով, ռոռոկման ջրի հետ կապված, ասենք ճանապարհների այդ խճաքարերի հետ կապված, աղբահանության հետ կապված։ Ավագանու ցանկացած անդամ, եթե գնում է այդ քայլին, պետք է մեծ պատասխանատվություն վերցնի ու ուղղակի տեղ չզբաղեցնի, այլ աշխատի եւ օգտակար լինի իր բնակիչների համար։ Հետաքրքրվում են գյուղի առօրյա կյանքով, ամեն ինչով, մարդիկ ոնց են ապրում, ոնց են անում ամեն ինչը, աղբը ամեն շաբաթ կազմակերպված, աղբը հանվում է։ Նրանք փողոցում անմիջապես կապված են հասարակության հետ, բնակիչների հետ, նայում են մաքրությունը, սանիտարական մաքրությունը, նայում են փողոցների, ասենք այդ տրոտավարների մաքրությունը, որի համար ասում եմ, հարց են նախապատրաստում, գյուղապատերանում այդ հարցը լուծելու համար։ Առաջնային խնդիրներ են առաջ քաշում եւ աղբահանության հարցում, եւ երեխաների պաշտպանության հարցերում, եւ դպրոցի մանկապարտեզի, միշտ էլ ինչ-որ նորարարություններ իրենց կողմից լինում են։ Մանկապարտեզի ցանկապատը նույնիսկ եթե պետք է ներկել, իրենք անհանգստանում են։ Կանանց աշխատանքային գործունեությանը էապես նպաստում է նրանց ընտանիքների կողմից տրվող աջակցությունը։ Աշխատանքը չի խոչընդոտում, որովհետև ամուսինս օգնում է այդ աշխատանքներին։ Եվ ես կարողանում եմ, ասենք, եւ տան աշխատանքները հասնել եւ գյուղի բնակչության հարցերով զբաղվել, ինքը նույնպես ինձ օգնում է, շատ հարցերում մենք միասին ենք այդ հարցերով զբաղվում։ Անպայման հասցնում եմ, որ գոնե օրվա մի ժամը գոնե լինել գյուղապետարանում կամ քայլել, ասենք, գյուղում, հանդիպել գյուղացիների հետ, հարցնել իրենց, խոսել իրենց հետ, իրենց ուզող հարցերի հետ առնչվել, ստացվում է, եւ եթե մարդ նպատակ է դնում, կարողանում է։ Կարողանում եմ համատեղել եւ ընտանիքի հետ, քանի որ ստանում եմ ամուսնուս աջակցությունը, կարողանում եմ այս պահին համատեղել։ Սիրում եմ իմ համայնքը, ինչպես ընտանիքը, եւ ինձ թվում է կանայք ավելի նրբանեկատ են եւ պարտադիր է, որ բոլոր ոլորտներում կանանց եւ տղամարդկանց թիվը հավասարակշռված լինի։ Ես հպարտ եմ, որ այդպես կինն եմ։ Կանանց դերակատարությունը հասարակության մեջ օրորի է արժևորվում եւ մեծանում, եւ ի հեճուկս կանանց աշխատանքային գործունեության վերաբերյալ բոլոր կարծրատիպերի, Սիս եւ Ոստան համայնքների կինավաքանու անդամները շարունակում են վարել ակտիվ հասարակական կյանք, չմոռանալով ընտանիքում պահպանել հայ կնոջ կերպարն ու նրա անուրանալի դերը։ Շատ հարցերում կանայք ավելի պատասխանատու են, ավելի զգում են հարցի պատասխանատվությունը։ Կնոջ ներկայությունը սթափեցնող է։ Եթե զուտ տղամարդիկ են լինում, մի քիչ ուրիշ ձևով, իսկ եթե կին է լինում, արդեն այնտեղ ամեն ինչը կարծես ավելի շատ է չափով, օրենքով, չափի մեջ լինում։